Սիրելի ֆուտբոլասերներ, տեսնում ենք, որ այսօրվա երկրորդ խաղն է մեզ մոտ մեկնարկում եւ միմյանց հետ են մրցում Մոնցան եւ Յուվենտուսը, անցած տուրում տեսնանք, որ Յուվենտուսը անակնկալ պարտություն կրեց Արցախի հետ պայքարում, խաղի ընթացքում ես այդ մասին ավելի մանրամասն կնշեմ, հիմա Հարակ ներկայացնեմ թիմերի հիմնական հայտարարությունները, Մոնցայի դարպասը պաշտպանում է համար 1 Արթուր Հովհաննիսյանը, համար 7 Գուրգեն Մնացականյան, խաղը մեկնարկեց համար 8 Արտաշ Ղազարյան, համար 10 Մուսա Ալեքսանյան, համար 13 Ռաֆայել Գևորգյան, համար 14 Արշալույս Պապոյան, համար 15 Ռաֆայել Ավակյան, համար 20 Գագիկ Մանուչարյան, համար 24 Հրանտ Խաչատրյան եւ համար 27 Վահագն Մելքոնյան։ Յուվենտուսի դարպասը պաշտպանում է համար 1 Սերգեյ Եսայանը, համար 5 Արամ Մակարյան, համար 7 Դավիթ Մարտիրոսյան, համար 9 Մանվել Այվազյան, համար 18 Սամվել Գասպարյան, համար 6 Նարեկ Մարտիրոսյան, համար 35 Արամայիս Դավթյան եւ համար 88 Սերգեյ Ղազարյան։ Հիմա տեսնում ենք, որ թիմերը մեկնարկել են հանդիպումը եւ փորձելու են իրենց առաջին գրոհները իրականացնեն։ Յուվենտուսը նշեցի, որ անակնկալ պարտություն կրեց անցած մրցավեճում Արցախից 0-1 հաշվով ավարտվեց այդ հանդիպումը, պարտվեցին Յուվենտուսի ֆուտբոլիստները, լավ հանդիպում էին անցկացնում նրանք, բայց ի վերջո պարտություն կրեցին նրանք եւ այս պահին ժամանակավորապես նահանջել են երկրորդ հորիզոնական այս մրցաշրջանում առաջին անգամ նրանք առաջին հորիզոնականը լքել են, այսպես ասած մեկ միավորով դեռ առջևում են Լեռնային Արցախի ֆուտբոլիստները նրանցից, բայց այսօր Յուվենտուսը հաղթանակի դեպքում կարող է նորից առաջի հորիզոնականում հայտնվել։ Իսկ Մոնցան էլ 15 խաղից հետո 24 միավոր է վաստակել եւ 7-րդ հորիզոնականում է։ Եվ նրանք էլ պայքարում են փլեյոֆ դուրս գալու համար, նրանք էլ լավ մարզավիճակում են գտնվում եւ փորձելու են այս խաղում միավոր վաստակել Յուվենտուսի հետ պայքարում։ Տեսանք, որ անցած խաղում Արցախը կարողացավ հաղթանակի հասնել Յուվենտուսի նկատմամբ, Մոնցան է կարող է հիմա առաջին հարվածը տեսանք այս խաղի Մանվել Այվազյանը հարվածեց ձախ եզրից, բայց շեղ ընթացավ նրա հարվածը։ Եթե Արցախը կարողացավ հաղթանակը տոնել Յուվենտուսի հետ պայքարում, Մոնցան էլ կարող է, որովհետև Մոնցանը լավ թիմ ունի, լավ ֆուտբոլիստներ ունի Մոնցան։ Հիմա տեսնում ենք այս պահին շատ բարձր չէ տեմպը մեզ մոտ, մի փոքր զգույշ են գործում ֆուտբոլիստները խաղադաշտում։
Եվ այս պայն դեռ մեկ հարված են կատարել Յուվենտուսի ֆուտբոլիստները, Մոնցան հարված դեռ չի կատարել։ Ու Մոնցան է փորձելու է իր առաջին հարվածը կատարել, հիմա երկար փոխանցում, լավն էր փոխանցումը Մոնցայի պաշտպանի, տեսնենք ի վերջո կկարողանան հարված կատարել, բայց դեռ խաղի կենտրոնում է գնդակը։ Հուսա Ալեքսանյանն է գնդակով հրաշալի անցումներ է ձեռնարկում, ձախեզում, թիմակիցը ազատել, բայց որոշեց ի վերջո հարված կատարել Մոնցայի ֆուտբոլիստը վերջին պահին դիպավ Յուվենտուսի խաղացողի ոտքին եւ այս խաղի առաջին անկյունային են վաստակել Մոնցայի ֆուտբոլիստները։ Գուգեն Մնացականյանն է գնդակի մոտ։ Տեսնենք այս ստանդարտը փոխանցում Տուգանային հրապարակ հեռացված է գնդակը։ Եվ նորից պայքարում են եւ հարված բարձր է հարվածում այստեղ Մոնցայի ֆուտբոլիստը, բայց վտանգավոր էր, տեսանք Մոնցայի ֆուտբոլիստի հարվածը, լավ դիրքում ստացավ գնդակը Մոնցայի ֆուտբոլիստը, բայց չկարողացավ ի վերջո արդյունքի հասնել Այլ սխալվում է այստեղ Դավիթ Մարտիրոսյանը Լավ փոխանցումներ տեսնենք Մուսա Ալեքսանյան եւ ինչ էր սա Ոչ գնդակին է խաղացել տեսնում ենք Արամ Մատարյանը եւ Յուվենտուսին է գնդակը լինելու Հիմա տեսանք մի փոքր ակտիվացան թիմերը այս մոտ 1-2 րոպեների ընթացքում Փորձում են արագ խաղի հաշիվը բացել, բայց 6 րոպե է անցել այս խաղից դեռ հաշիվը բացված չէ, հիմա հարված վտանգավոր է եւ Մոնցայի դարպասապարն է փրկում այստեղ Մոնցային Արթուր Հովհաննիսյանն էր փրկեց իր թիմին եւ կարծես թե Սերգեյ Ղազարյանը հարված կատարեց, շատ վտանգավոր էր, հիմա էլ հակառակ ուղղությամբ Անկյունային ենք տեսնում, փոխանցում Տուգանային հրապարակ հեռացված է գնդակը, մնալու է Յուվենտուսի մոտ գնդակը, շատ վտանգավոր էր Յուվենտուսի երկրորդ հարվածը տեսանք այս խաղում, երկրորդ հարվածը, բայց ավելի վտանգավոր էր այս հարվածը եւ վերջին պահին փրկեց իր թիմին Արթուր Հովհաննիսյանը Նորից հեռացված է գնդակը, լավ են գործում պաշտպանությունում Մոնցայի ֆուտբոլիստները Հիմա Յուվենտուսն է փորձում իր գրո իրականացնել, երկար փոխանցում այստեղ լավ պաշտպանվեցին, նորից Մոնցայի ֆուտբոլիստները հեռացրեց գնդակը Ռաֆայել Ավագյանը Մանր խաղարկումներով փորձում են շարժվել առաջ Յուվենտուսի ֆուտբոլիստները Հիմա այստեղ կարող էր Տուգանային հարված լինել, բայց հիմա էլ այստեղ վտանգավոր դիրքում հիմա Տուգանային հարված է վաստակում Յուվենտուսը Մամել Այվազյանին գցեցին Տուգանային հրապարակից մի քիչ դուրս Մոնցայի ֆուտբոլիստները եւ վտանգավոր դիրքում հիմա Տուգանային են վաստակել Յուվենտուսի ֆուտբոլիստները Հիմա տեսնում ենք Սուլիչը կա Մանվել Այվազյան հարված փրկում է Արթուր Հովհաննիսյանը շարունակում է նորից հարված հեռացված է գնդակը շատ վտանգավոր էր Յուվենտուսի հարվածների մել հակագրող կարող ենք տեսնել Մոնցայի կատարմամբ եւ բայց այստեղ Գուրգեն Մնացականյանի փոխանցումը չստացվեց նորից Յուվենտուսինն է լինելու գնդակը Նորից սկսելու են Յուվենտուսի տղաները գրոհել, Մանվել Այվազյանը ձախ եզրում է, տեղակայվել շատ լավ մարզավիճակում է գտնվում Մանվել Այվազյանը իր թիմի ռմբարկուներից է Մանվել Այվազյանը և շատ կարևոր դեր է խաղում իր թիմում
Յուվենտուսի հարձակվողը Այլ Դավիթ Մարտիրոսյանն է գնդակով հրաշալի փոխանցում, բայց նորից պաշտպանությունում լավ է գործում Ռաֆայել Աքյանը եւ հեռացնում է գնդակը։ Եվ Արշալուս Պապյան փոխանցում վերջին պայն Մարտիրոսյանը այստեղ հեռացրեց գնդակը եւ կարծես թե Տուգանային հարված է նշանակել խաղի մրցավարը Արշալուս Պապյանի հետ պայքարում խաղի կանոնները խախտեցին Յուվենտուսի տղաները եւ հիմա էլ հակառակ ուղղությամբ է Տուգանային հարված նշանակել խաղի մրցավարը տեսնենք այս Տուգանայինը ինչ կտա Մոնցային Արշալուս Պապոյանն է գնդակի մոտ, տեսնենք Սուլի չկա, Արշալուս Պապոյան խաղարկում է թիմակցի հետ հարված, պակեցին այս հարվածը, ի վերջո Մուսա Ալեքսանյանին փոխանցում կատարեց Արշալուս Պապոյան այս դրվագում և Ալեքսանյանն էլ հարված կատարեց, բայց փակեց ճանապարհը Յուվենտուսի ֆուտբոլիստը շարունակում է մնալ գնդակը Մոնցայի մոտ, երկար փոխանցում Տուգանային հրապարակ եւ չի հասնում այստեղ գնդակին Մոնցայի ֆուտբոլիստը եւ գնդակը լինելու է Յուվենտուսին արագ խաղարկում սխալվում է Մոնցայի դարպաս ներողություն Յուվենտուսի դարպասապա եւ հարված եւ վտանգավոր էր Շեղե հարվածում տեսնում ենք այստեղ Մոնցայի ֆուտբոլիստը վտանգավոր գործեց Սերգեյ Եսայանը մի փոքր շտապեց տեսնում ենք իրենց կիսադաշտում Ռավ շատ ես փոխվել Ռավ Կոտեստեղ եմ տրախովկա այնը Արդեն խաղի միջնամասն է մեզ մոտ սիրելի ֆուտբոլասերներ դեռ հանդիպան հաշիվը բացված չէ, բայց հետաքրքիր հանդիպում է տեսնում ենք ընթանում վտանգավոր էր Սերգեյ Եսայանը ի վերջո ֆիքսեց գնդակը վերջին պահին եւ տեղում էր Յուվենտուսի դարպասապա եւ վերցրեց սկսեց իր թիմի գրոհը Հրատես ես դեր 4 հոգու դեմ եմ խաղում Ոնը հետս մի հոգի կնիստ է Ախպերս հետ է ես եմ սա ճանար և ես եմ Տեսնում ենք մի փոքր հանգստացրեցին խաղը Մոնցայի ֆուտբոլիստները խաղարկումներով փորձում են կիսադաշտը անցնել բայց կորցրեցին գնդակը Ռաֆայել Ավագյանի փոխանցումը չստացվեց Նշեմ, որ բացակայում է այսօր Յուվենտուսից Արթուր Աճեմյանը Հիմա գրում են Յուվենտուսի ֆուտբոլիստները վտանգավոր էր եւ անկյունային է հարված են վաստակում այս իրավիճակում Յուվենտուսը Առանցքային ֆուտբոլիստներից մեկը Յուվենտուսի բացակայում է անցած խաղում էլ Մանվել Այվազյանն էր բացակայում Արթուր Աճեմյանը կար այսօր էլ հակառակն է Այվազյանը խաղադաշտում է Աճեմյանը տեսնում ենք որ չկա հիմա վտանգավոր տեսանք խախտում դաշտի կենտրոնում եւ դեղին քարտ է ստանում Արամ Մակարյանը ուղղակի տապալում է այստեղ Մուսա Ալեքսանյանին Շատ վտանգավոր խաղաց Արամ Մակարյանը Տեսնում ենք ի վերջո կանգնում է Մուսա Ալեքսանյանը եւ ամեն ինչ կարգին է Մոնցայի ֆուտբոլիստի հետ
մխարկելու են Մոնցայի ֆուտբոլիստները այս ստանդարտը։ Գուրգեն Մնացականյան երկար փոխանցում Տուգանային հրապարակ, այստեղ լավ գործեց Նարեկ Մարտիրոսյանը, հիմա շարժվում են առաջ Յուվենտուսի տղաները, Մարտիրոսյան, բայց Մնացականյանը եկավ պայքարեց եւ չթողեց այդ փոխանցումը հասցեատեր ունենա, մնում են հիմա ի վերջո Յուվենտուսի ֆուտբոլիստները գնդակով, փոխում են եզրը, Դավիթ Մարտիրոսյան, ձախ եզրով տեսնում ենք հիմա Մանվել Այվազյանին, բայց լավ է հիմա պաշտպանվում այստեղ Մանվել Այվազյանի հետ պայքարում Մոնցայի ֆուտբոլիստը Արշալույս Պապոյան հարված, տեղի կունենա հարված եւ դարպասաձողն է փրկում այստեղ Յուվենտուսին շատ վտանգավոր էր։ Գեղեցիկ հնարքով թողեց գնդակը Արշալույս Պապոյանը թիմակցին եւ Մոնցայի ֆուտբոլիստն դարպասաձողին հարված կատարեց, հիմա նորից Մոնցան է գրում Պապոյան Եվ անցնում է, տեսնենք աչ եզրով է, բայց փոխանցում է պետք կատարել, կատարեց, բայց Դավիթ Մարտիրոսյանը այստեղ եկավ խլեց գնդակը։ Մի փոքր հանգստացրեցին այս տեմպը Յուվենտուսի տղաները։ Մոնցան այս մի քանի րոպեների ընթացքում ակտիվ էր գործում։ Շատ վտանգավոր հարված տեսանք Մոնցայի ֆուտբոլիստի կողմից։ Վագն Մելքոնյանն էր կարծես թե հարված կատարողը, հիմա Յուվենտուսն է գրոհում, տեսնենք Սերգեյ Ղազարյան հարված փակում է պաշտպանը եւ հեռացված է գնդակը, նորից գնդակը Յուվենտուսին է, Դավիթ Մարտիրոսյանն էլ այստեղ ուղղակի բարձր է հարվածում։ Քիչ ժամանակ է առաջին խաղակեսին մնում սիրելի ֆուտբոլասերներ, դեռ խաղի հաշիվը բացված չէ, բայց գնալով հետաքրքրանում է այս հանդիպումը։ Այստեղ է լավ հիմա սահանգման գնաց Ռաֆայել Գևորգյանը։ Եվ եզրային նետում են վաստակում Յուվենտուսի ֆուտբոլիստները։ Գործեցին հիմա կարող են շարժվել առաջ Մոնցայի ֆուտբոլիստները, բայց Մուսա Ալեքսանյանի փոխանցումը չստացվեց, Սամվել Գասպարյան աչ եզրով փորձում է շրջանցել Մոնցայի խաղացողին Սամվել Գասպարյանը։ Ի վերջո անկյունային հարված է կարողանում վաստակել այս դրվագում Սամվել Գասպարյանը եւ հիմա ստանդարտ է տեսնում ենք Մոնցայի դարպասին, կարող է վտանգավոր լինել։ Փոխանցում Տուգանային հրապարակ դեպի Մանվել Այվազյանը հարված, ինչպիսի դիրքից բարձր է հարվածում Նարեկ Մարտիրոսյանը։ Լավ էր նկատել Մանվել Այվազյանը Մարտիրոսյանին կենտրոնում, ի վերջո փոխանցում կատարեց Այվազյանը եւ ընթացքից Մարտիրոսյանը հարված կատարեց, բայց բարձր հարվածեց այս դրվագում Մարտիրոսյանը։ Մի փոքր առավելություն ունի տեսնում ենք Յուվենտուսը հարվածների առումով, նրանք մի քանի անգամ արդեն հարված են կատարել, բայց Մոնցայի հարվածն էլ շատ վտանգավոր է եղել եւ դարպասաձողին է այդ հարվածից հետո դիպչել գնդակը։ Բայց դեռ խաղի հաշվում փոփոխություններ չկան սիրելի ֆուտբոլասերներ, 0-ներ են մեզ մոտ։ Առաջին խաղակեսի ավարտին մոտ մնացել է 5-ից 6 րոպե։ Տեսնենք ի վերջո կարողանան
թիմերից որևիցե մեկը այս խաղակեսում բացել հանդիպան հաշիվը, հիմա Այվազյանն է գնդակով, թողնում է թիմակցին։ Իրենց հերթական գրողներից են սկսում Յուվենտուսի ֆուտբոլիստները, վտանգավոր է և շեղ է հարվածում այստեղ Մարտիրոսյանը, բայց վտանգավոր էր տեսանք Յուվենտուսի գրո, այստեղ էլ Մակարյանն է լավ պաշտպանվում։ Նորից նա է գնդակով, Գասպարյանի հետ է խաղարկում, այստեղ ուժեղ էր փոխանցումը Գասպարյանի, նկատել էր թիմակցին։ Հիմա վտանգավոր կարող է լինել, տեսնենք Պապոյան և փրկում է իր թիմին Սերգեյ Եսայանը։ Հրաշալի դիրքից այստեղ վրիպում է Արշալույս Պապոյանը, ավելի ճիշտ գեղեցիկ սեյվի հեղինակ դարձավ Սերգեյ Եսայանը, հիմա անկյունայինը խաղարկեցին Պապոյան և հիմա կարող է գոլ հեղինակ դառնալ և ինչպիսի դիրքից է հիմա էլ վրիպում Մոնցայի ֆուտբոլիստը, Արտաշ Ղազարյանն էր հարված կատարում, երկու իրական պա այստեղ կորցրեցին, տեսնում ենք Մոնցայի ֆուտբոլիստները, շատ վտանգավոր էր։ Այլ փորձում են իրենց կիսադաշտից անցնել Յուվենտուսի ֆուտբոլիստները, բայց կորցրեցին գնդակը։ Այստեղ էլ Մուսա Ալեքսանյանը լավ չգործեց դաշտի միջնամասում։ Այստեղ Արամայիս Դավթյանն է սխալվում, հիմա անցել են հակագրոյի Մոնցայի ֆուտբոլիստները, բայց այստեղ փոխանցումը լավը չէր Գագիկ Մանուչարյանի և լավ գործեց այնտեղ Յուվենտուսի ֆուտբոլիստը։ Եվ հիմա խոտածածկին է, տեսնում ենք Յուվենտուսի խաղացողը, Մարտիրոսյանն է ընկել խոտածածկին, բայց ամեն ինչ կարգին է նրա մոտ։ Շարունակում է հանդիպումը, Արտաշ Ղազարյան փոխանցում մյուս եզր Արշալույս Պապոյանին հարված և անկյունային է հաստակում այստեղ Մոնցան, նորից վտանգավոր հարված տեսանք Պապոյանի կողմից։ Նորից վերցրել է գնդակը Գուրգեն Մնացականյանը։ Իրենց ստանդարտները հիմնականում նա է իրացնում, Տուգանային հրապարակ փոխանցում, հեռացված է գնդակը։ Շարունակում է մնալ Մոնցայի մոտ գնդակը Պապոյան, փոխանցում վտանգավոր էր, տեսնում ենք։ Հարված էր, ավելի շատ կատարում ինձ թվում է այստեղ Արշալույս Պապոյանը, բայց մի փոքր շեղ ընթացավ Մոնցայի հարձակվողի հարվածը։ Գեղեցիկ են հիմա էլ այստեղ խաղարկում Յուվենտուսի ֆուտբոլիստները, լավ են համագործակցում, տեսնում ենք ձախ-եզրում Այվազյանն ու Մարտիրոսյանը, նորից Այվազյանն է գնդակով, տեսնենք կարող է հարված կատարել, հարված, բայց խաղընկերոջն է դիպչում գնդակը, այստեղ էլ Մարտիրոսյանն է գալիս խլում գնդակը, Մարտիրոսյան հարված վտանգավոր էր, մի փոքր շեղ է ընթանում նրա հարվածը, բայց հիանալի գրո կազմակերպեցին, տեսնում ենք Յուվենտուսի ֆուտբոլիստները։ Օնլայն տարբերակով տեսնում ենք, որ այս արդյունքները պահպանվեն, Յուվենտուսը մեկմեավոր է վաստակում և հավասարվում է Լեռնային Արցախին, դեռ, բայց երկրորդ խաղակես ունենք ակտիվում, տեսնենք ի վերջո այս հետաքրքիր հանդիպումը ինչպես կավարտվի, Այվազյանն է գնդակով, բայց փոխանցումը չստացվեց, Մուսա Ալեքսանյան, շարժվում են առաջ Մոնցայի տղաները, տեսնենք, հարված և գոլ, հաշիվը բացված է սիրելի ֆուտբոլ հասերներ, գոլ հեղինակ է դառնում մեզ մոտ Մուսա Ալեքսանյանը և
Ի վերջո կարողանում են Մոնցան առաջ անցնել այս խաղում։ Մուսա Ալեքսանյան 1-0 կարողացավ այդ պահերից հետո Մոնցան ի վերջո արդյունքի հասնել եւ արդեն առավելություն ունի Յուվենտուսի դեմ պայքարում լավ առավելությամբ կարող են Մոնցայի ֆուտբոլիստները գնալ ընդմիջման, բայց դեռ մի քանի րոպե կա այս խաղակեսի ավարտին, տեսնենք հիմա նորից Մոնցան է գրոելու, այստեղ գնդակին են խաղացել Յուվենտուսի խաղացողները։ Տեսնում ենք, որ խաղը շարունակվում է մեզ մոտ սիրելի ֆուտբոլասերներ։ Եվ ի վերջո առաջին խաղակեսը ավարտված է մեզ մոտ։ Այս պահին Մոնցան 1-0 հաշվով հաղթում է Յուվենտուսին, հիմա ընդմիջում կվերադառնանք մի քանի րոպեից։ Սիրելի ֆուտբոլասերներ, մեկնարկեց մեզ մոտ երկրորդ խաղակեսը եւ այս պահին առջևում են Մոնցայի ֆուտբոլիստները 1-0 հաշվով հաղթում են Յուվենտուսին, միակ գոլի հեղինակը դարձել է Մուսա Ալեքսանյանը, հիմա տեսնում ենք նա է գնդակով հրաշալի հացում արված եւ գոլ! Դուբլի հեղինակ է դառնում, տեսնում ենք Մուսա Ալեքսանյանը շատ արագ երկրորդ խաղակեսի հենց մեկնարկում կարողանում է կրկնապատկել իր առավելությունը Մոնցան։ Մուսա Ալեքսանյան 2-0 դուբլի հեղինակ է դառնում Մոնցայի հարձակվողը եւ հենց երկրորդ խաղակեսի առաջին րոպեին էլ 30 վայրկյան էր անցել սիրելի ֆուտբոլասերներ երկրորդ խաղակեսի մեկնարկից շատ արագ կարողանում է Մոնցան կրկնապատկել իր առավելությունը եւ արդեն երկու գնդակի առավելություն է ստանում Մոնցան հիմա ծանր իրավիճակում են հայտնվում Յուվենտուսի ֆուտբոլիստները հենց երկրորդ խաղակեսի մեկնարկում շատ ակտիվ է գործում Մուսա Ալեքսանյանը տեսնում ենք նորից նա էր գնդակով կարողանում են ի վերջո եզրային նետում այս իրավիճակում կորզել Մոնցայի ֆուտբոլիստները հիմա տեսնենք Յուվենտուսը ինչ կառաջարկի Մոնցային հիմա էլ Յուվենտուսն է գրոհում, տեսնենք Մարտիրոսյան նորից Մարտիրոսյանն է, բայց այստեղ էլ Մնացականյանն է լավ գործում հիմա էլ Մարտիրոսյան, Դավիթ Մարտիրոսյանն էր փոխանցում Արամայից Դարցյանին, երկար փոխանցում չստացվեց Յուվենտուսի ֆուտբոլիստի փոխանցումը, հիմա արագ վերհիշենք թիմերի հայտարարությունները սիրելի ֆուտբոլասերներ Մոնցայի դարպասը պաշտպանում է համար 1 Արթուր Հովանիսյանը, համար 7 Գուրգեն Մնացականյան, համար 8 Արտաշ Ղազարյան, համար 10 Մուսա Ալեքսանյան, այս պահին այս խաղի լավագույն ֆուտբոլիստը, համար 13 Ռաֆայել Գևորգյան, համար 17 Արշալույս Պապոյան, համար 15 Ռաֆայել Ավակյան, համար 20 Գագիկ Մանուչարյան, համար 24 Հրանտ Խաչատրյան եւ համար 27 Վահագն Մելքոնյան։ Յուվենտուս դարպասը պաշտպանում է համար 1 Սերգեյ Եսայանը, համար 5 Արամ Մակարյան, համար 7 Դավիթ Մարտիրոսյան, համար 9 Մանվել Այվազյան, համար 18 Սամվել Գասպարյան, համար 6 Նարեկ Մարտիրոսյան, համար 8 Արամայից Դարցյան եւ համար 88 Սերգեյ Ղազարյան։ Մա տեսնում ենք, որ Յուվենտուսի ֆուտբոլիստներն են նախաձեռնում գնդակին, փորձում են կրճատել հանդիպան հաշիվը, բայց
Մոնցայի տղաներն էլ լավ են պաշտպանությունում գործում։ Նորից երկար փոխանցում հեռացված է գնդակը։ Նորից Յուվենտուսինն է լինելու գնդակը հիմա արագ խաղարկում են Սերգեյ Ղազարյան։ Մարտիրոսյանի հետ է խաղարկում Գասպարյան։ Լավ անցում հիմա տեսան Գասպարյանի կողմից։ Նորից մնում է գնդակը նրա մոտ, տեսնենք Ղազարյանի հետ է խաղարկում Գասպարյան։ Այվազյան կարող ենք հարված տեսնել, հարված եւ ի վերջո այս իրավիճակում անկյունային են վաստակում Յուվենտուսի ֆուտբոլիստները։ Տեսնում ենք, որ մի փոքր ակտիվացել են Յուվենտուսի խաղացողները Մոնցայի երկրորդ գոլից հետո։ Այվազյանն է գնդակի մոտ։ Տեսնենք այս ստանդարտը կարող է արդյունք տալ Յուվենտուսին, Այվազյան, հարված։ Այստեղ հիմա հեռացնում է գնդակը Ռաֆայել Գևորգյանը և նորից անկյունային է լինելու։ Նորից արագ խաղարկեցին Այվազյան, թողնում եմ Ավիտ Մարտիրոսյանի, կարող է հարված կատարել, բայց փոխանցեց ի վերջո Այվազյան։ Նորից հեռացնում են գնդակը, հիմա կարող են հակագրոհել, տեսնենք։ Շատ վտանգավոր է Մուսա Ալեքսանյան, ձախից Մնացականյանն է շարժվում առաջ, բայց չտեսավ Ալեքսանյանը Մնացականյանին և հիմա էլ Յուվենտուսն է նետվում գրոհի, Գասպարյան հարված վտանգավոր էր և հիմա փրկվում է այս իրավիճակում Մոնցան, լավ հարված կատարեց Յուվենտուսի ֆուտբոլիստը հեռահար։ Հիմա խլում են գնդակը Յուվենտուսի ֆուտբոլիստները, հարված և գոլ, Այվազյան, գոլ եղինակ է դառնում ի վերջո, Մանվել Այվազյանը և կրճատում հանդիպան հաշիվը 2-1 է մեզ մոտ։ Տեսնում ենք, որ խաղի մրցավարը դիտես դրվագը և դաշտի կենտրոնն է ցույց տալիս, ի վերջո կարողացավ կրճատել հանդիպման հաշիվը Յուվենտուսը, գոլ եղինակ դարձավ Մանվել Այվազյանը, իր թիմի լավագույն ռմբարկուն։ Հիմա էլ ավելի հետաքրքիր է լինելու հանդիպումը, սիրելի ֆուտբոլասերներ։ Պատժվեց Մոնցան այդ դրվագում իրենց սխալից։ Այնտեղ հակագրոհը մինչև այդ պահը չիրականացրեցին, Մուսա Ալեքսանյանը սխալվեց։ Այդ իսկ պատճառով պատժվեցին Մոնցայի ֆուտբոլիստները, ինչև է, տեսնենք հիմա դեռ նրանք հաղթողի կարգավիճակում են այս պահի դրությամբ։ Առաջի խաղակեսում սիրելի ֆուտբոլասերներ նշեցի, որ Յուվենտուսը անակնկալ պարտություն կրեց, նշեմ Մոնցայի անցած մրցավեճը, նրանք էլ հաղթանակ տոնեցին 4-2 հաշվով Վոտֆորդի նկատմամբ, լավ հանդիպում անցկացրեցին Մոնցայի ֆուտբոլիստները։ Զոլը պատրաստվի, Զոլ պատրաստվի։ Նորից Յուվենտուսի ֆուտբոլիստներն են շարժվել առաջ, տեսնենք հարված վտանգավոր է, փրկում է այստեղ Արթուր Հովհաննիսյանը իր թիմին, հեռացված է գնդակը, Նարեկ Մարտիրոսյանն էր հարված կատարում, նորից հիմա էլ պաշտպանությունում է լավ գործում Մարտիրոսյանը և շարժվում առաջ, հիմա շարունակվում է մնալ Յուվենտուսի մոտ գնդակը և
Ի վերջո եզրային նետում կարողացան վաստակել այս դրվագում Յուվենտուսի ֆուտբոլիստները։ Նորից մնում է գնդակը Յուվենտուսին, տեսնենք Խանկերը փնտրում Մարտիրոսյանը, լավ համագործակցեց Գասպարյանի հետ, Այվազյան արված և փրկում է Հովհաննիսյանը, գեղեցիկ սեյվի հեղինակ է դառնում, Արթուր Հովհաննիսյանը հիմա արագ խաղարկեցին անկյունային հարվածը, Մանվել Այվազյանը կրակեց, բայց փրկում է Հովհաննիսյանը իր թիմին, ոտքով տեսանք, որ հեռացեց, հիմա հարված նորից, բայց այս հարվածը վտանգավոր չէր, Մարտիրոսյանն էր հարված կատարում, կարող էր Այվազյանն էլ իր հաշվին դուբլ գրանցեր, բայց չստացվեց նրա հարվածը։ 10 րոպե անցել երկրորդ խաղակեսի մեկնարկից սիրելի ֆուտբոլասերներ, դեռ Մոնցան հաղթում է Յուվենտուսին 2-1 հաշվով, բայց հրաշալի հանդիպման ենք ականատես լինում։ Նորից Յուվենտուսն է գնդակով շատ են հիմա գնդակով տեսնում ենք այս րոպեներին Յուվենտուսի խաղացողները փորձում են արագ հավասարեցնել հանդիպման հաշիվը։ Ամբողջ կազմով պաշտպանվում են, տեսնում ենք Մոնցայի խաղացողները, միայն առջևում է մնացել Արշալույս Պապոյանը։ Այստեղ էլ հիմա շատ լավ գործեց Արտաշ Ղազարյանը և հիմա տեսնենք նորից Ղազարյան թողնում է թիմակցին, ձախ-եզրում է թիմակիցը, փոխանցում են պահանջում թիմակիցները և հետ է ուղարկում, հիմա մի փոքր հանգստացնում է հանդիպումը, երկար փոխանցում, տեսնենք Պապոյան, Այվազյանը կարող էր, ներողություն Մակարյանը կարող էր սխալվել այս դրվագում, հիմա Մոնցայի մոտ է նորից գնդակը և հարված չկա, Ղազարյան նորից հետ է ուղարկում դեպի թիմակիցը, այստեղ էլ Նարեկ Մարտիրոսյանն է լավ պաշտպանվում, հիմա Այվազյան չկարողացավ գնդակը կառավարել Այվազյանը, ոչ այստեղ գնդակին է խաղացել, Այվազյանը շարունակում է հանդիպումը, Գասպարյանին է թողնում, այստեղ էլ ինչ էր, հիմա էլ այստեղ Մոնցայի ֆուտբոլիստներն են գնդակին խաղում, խելահեղ պայքար է ընթանում դաշտում, տեսնում ենք սիրելի ֆուտբոլասերներ, գնդակը ոչ մեկի մոտ չի մնում, հիմա էլ զգուշացվում է Մոնցայի խաղացողը, Գագիկ Մանուչարյանը վիճելու համար հեղին քարտ է ստանում։ Եվ տուգանային հարված են վաստակել կարծես թե Մոնցայի ֆուտբոլիստները։ Խաղի երկրորդ խաղակեսի միջնամասն է արդեն մեզ մոտ։ Դեռ փոփոխություն չկա հաշվում, բայց տեսնում ենք, որ փոխնիփոխ գրոհներ են կատարում թիմերը խաղադաշտում։ Հիմա երկար են պատրաստվում, տեսնում ենք այս տուգանայինին Մոնցայի խաղացողները, ամեն ինչ պատրաստ է, տեսնենք, մրցավարի սուլի չկա և փոխանցում հարված էր ի վերջո վտանգավոր էր, բայց անկյունային է վաստակում այս դրվագում Մոնցան հեռար հարվածով փորձեց Մոնցայի ֆուտբոլիստը խոցել Սերգեյ Եսայանի դարպասը, բայց փրկվեցին այս իրավիճակում Յուվենտուսի ֆուտբոլիստները, Ղազարյան փոխանցում տուգանային հրապարակ բռունցքներով հեռացնում է Եսայանը, հիմա էլ վտանգավոր է նորից Պապոյան, մնում է Մոնցայի մոտ հարված, Ռաֆայել Գևորգյանն էր հարվածում, Մարտիրոսյանը փակեց այդ հարվածի ճանապարհը,
Այստեղ նորից Նարեկ Մարտիրոսյանը լավ պաշտպանվեց եւ շարժվում է առաջ Այվազյան Գասպարյանին է թողնում հարված եւ վտանգավոր էր հարվածը այստեղ Գասպարյանի շեղ ընթացավ վերջինիս հարվածը լավ հակագրող իրականացրեց Յուվենտուսը բայց արդյունք չտվեց Երկար փոխանցում այստեղ հեռացնում է գնդակը Արամայից Դավթյանը Սխալվում է հիմա բայց թիմակիցը շտկում է թիմակցի սխալը Մոնցայի ֆուտբոլիստի հիմա գնդակը անցնում է Յուվենտուսինը Ռաֆայել Գևորգյանը հրաշալի նորից պաշտպանվեց եւ հեռացրեց գնդակը Յուվենտուսի տղաները փոխեցին եզրը Դավթյանի հետ են խաղարկում Մարտիրոսյան լավ փոխանցում, բայց նորից հեռացված է գնդակը Այստեղ առջևում Պապոյանն է պայքարում Մակարյանի հետ եւ վտանգավոր է, բայց Եսայանը ի վերջո վերցնում է գնդակը եւ սկսում է իր թիմի գրող Գասպարյան Հայվազյանի հետ է խաղարկում գեղեցիկ հնարքով թողեց գնդակը Հայվազյանը Գասպարյանը շարժվում է կենտրոնով Ղազարյանն հետ է խաղարկում Մարտիրոսյան վտանգավոր է հարված փակում է պաշտպան այս հարվածը նորից Մարտիրոսյան վտանգավոր է Եվ ի վերջո կարողանում են այս իրավիճակում անկյունային հարված կորզել Յուվենտուսի ֆուտբոլիստները Այնտեղ տեսնում ենք Մոնցայի պաշտպանն է խոտածածկին Գագիկ Մանուչարյանն է վնասված ստացել Հիմա ի վերջո փոփոխություն է լինելու Մոնցայի կազմում Մանուչարյանը լքում է խաղադաշտը եւ Մնացականյանն է դաշտ դուրս գալիս հիմա մի փոքր երկար այս դրվագը ընթացավ տեսնենք հիմա Յուվենտուսը ստանդարտ է վաստակել տեսնենք ինչ կլինի Սերգեյ Ղազարյան փոխանցում Տուգանային հրապարակ հեռացնում է Արթուր Հովհաննիսյանը եւ հիմա հակագրոյի են նետվում Մոնցայի ֆուտբոլիստները տեսնենք Պապոյանին է հասնում գնդակը փոխանցում այս ճանապարհին է հայտնվում փոխանցման Դավիթ Մարտիրոսյանը եւ հիմա էլ հակառակ ուղղությամբ ենք տեսնելու անկյունային հարված Հիմա փոխանցում Տուգանային հրապարակ հեռացնում են գնդակը շարունակում է այստեղ հարվածը չստացվեց Ռաֆայել Ավակյանի եւ Եվ Յուվենտուսինն է գնդակը հիմա լինելու Հանդիպման ավարտին քիչ ժամանակ է մնացել լարված վերջաբան է մեզ սպասվելու Սիրելի ֆուտբոլասերներ դեռ Մոնցան հաղթում է Յուվենտուսին կարող է երկրորդ անընդմեջ պարտությունը կրել Յուվենտուսը բայց դեռ ժամանակ կա Այվազյան հարված
վտանգավոր էր Յուվենտուսի գոլարի հարվածը, բայց չստացվեց։ Կարող է այս մրցաշրջանում Յուվենտուսը երկրորդ անընդմեջ պարտությունը կրել, դեռ պարտվում են, բայց մի քանի րոպե դեռ կա հիմա Մուսա Ալեքսանյանն է գնդակով լավ պաշտպանվեց նրա հետ պայքարում Սերգեյ Ղազարյանը շարժվում են առաջ Յուվենտուսի ֆուտբոլիստները Գասպարյան փոխանցել է պետ Մարտիրոսյանին եւ առաջ է թողնում գնդակը, բայց Այվազյանին է հիմա հասնում գնդակը կարող է հարված կատարել եւ հեռացված է գնդակը վերջին պահին Մնացականյանը հեռացնում է գնդակը Այվազյանը չկարողացավ այդ դրվագում հարված կատարել Անկյունային հաստակեցին ի վերջո Յուվենտուսի խաղացողները նորից Այվազյան խաղարկում է տեսնենք Ղազարյան փոխանցում նորից հեռացված է գնդակը վտանգավոր է նորից անկյունային է լինելու Մոնցայի դարպասին նորից խաղարկում են գնդակը Գասպարյան եւ այստեղ լավ պաշտպանվում է Արտաշես Ղազարյանը նրա այդ պայքարում եւ անցնում է գնդակը Մոնցային Հիմա էլ դեղին քարտ է վաստակում Արթուր Հովհաննիսյանը կարծես թե ժամանակ ձգելու համար երկար փոխանցում Ալեքսանյանին Կորցրեց գնդակը Ալեքսանյանը նրա երկրորդ գոլից հետո տեսնում ենք որ Մուսա Ալեքսանյանը մի փոքր պասիվ է գործում արչեվում նա տեղակայվել է դաշտի կենտրոնում ավելի շատ գրում են Յուվենտուսի ֆուտբոլիստները այս խաղակեսում փորձում են նրանք հավասարեցնել հանդիպման հաշիվը բայց լավ են պաշտպանվում դեռ Մոնցայի ֆուտբոլիստները հրաշալի փոխանցում Ղազարյանի կողմից հարված եւ գոլ մեծացնում է իր առավելությունը Մոնցան խոսքից վրա հիմա տեսնում են գոլի հեղինակ է դառնում Մուսա Ալեքսանյանը եւ հետրիկ է ձևակերպում իր անվան դիմաց Մուսա Ալեքսանյան 3-1 տեսնում ենք որ քիչ էր գրոհում այս խաղակեսում Մոնցան հիմնականում պաշտպանվում էին այս խաղակեսում Մոնցայի ֆուտբոլիստները բայց կարողացան ի վերջո մեծացնել իրենց առավելությունը նորից երկու գնդակի առավելություն ունեն Մոնցայի ֆուտբոլիստները խոսում էի Մուսա Ալեքսանյանից որ պասիվ էր բայց խոսքից վրա նա երրորդ գնդակը հեղինակեց եւ հետրիկ ձևակերպեց Հիմա նորից երկու գնդակի առավելություն են ստացել հանդիպան ավարտին էլ քիչ ժամանակ է մնում պետք է արագ կրճատեն հանդիպման հաշիվը Յուվենտուսի ֆուտբոլիստները վտանգավոր դիրքում հիմա ստանդարտ են ստացել Յուվենտուսի խաղացողները տեսնենք Սուլիչը կա եւ հարված այստեղ փրկում է հիմա Ռաֆայել Գևորգյանը իր թիմին հիմա անկյունային Մարտիրոսյանն է գնդակի մոտ խաղարկում է Գասպարյանի հետ նորից Մարտիրոսյան լավ է պաշտպանվում նրա այդ պայքարում Ռաֆայել Ավագյանը Գասպարյան տեսնենք թողնում է Ղազարյանին հարված այստեղ նորից Ավագյանն է հեռացնում գնդակը հիմա էլ եզրային նետում է լինելու տեսնում ենք որ նետվել են առաջ Յուվենտուսի խաղացողները Մանվել Այվազյան նրա այդ պայքարում Մնացականյանն է լավ գործում նորից խաղարկեցին Ղազարյանն է գնդակով ի վերջո հետ է փոխանցում կատարում
Մյուս եզր են խաղարկում Դավիթ Մարտիրոսյան երկար փոխանցում նկատել էր Այվազյանին ձախ եզրում, բայց նորից Ավագյանը հեռացրեց գնդակը։ Գասպարյան Մարտիրոսյան եւ կարող է հարված կատարել, ոչ փոխանցեց Մարտիրոսյանին, հարված նորից Ավագյանն է։ Այս հարվածի ճանապարհին հայտնվում եւ հեռացնում։ Հրաշալի է պաշտպանվում այսօր Ռաֆայել Ավագյանը։ Նորից տեսնում ենք Յուվենտուսին, Մարտիրոսյան, նորից Ավագյան, ինչ է անում այս տղան, նորից Ավագյան եւ ձեռքով խաղ, ոչ, անկյունային է, վաստակում ի վերջո Յուվենտուսը, ամեն դրվագում տեսնում ենք Ռաֆայել Ավագյանը պայքարում է, Գևորգյանը ներողություն, Ռաֆայել Գևորգյանն էր, պաշտպանությունում գործում, և փրկում է իր թիմին, վտանգավոր կարող է լինել նորից հեռացված է գնդակը, ընթացքից հարվածը չիրականացավ և 11 մետրանոց է կարծես թե նշանակում հանդիպան մրցավարը, տեսնենք երկու թիմերի խաղացողները միմյանց են բախվել և խոտածածկին են հայտնվել Խաղի կանոնների խախտում է, կարծես թե նշանակում հանդիպման մրցավարը և լավ շանս է ստանում հիմա Յուվենտուսը հանդիպման հաշիվը նորից կրճատելու գնդակի մոտ է Մանվել Այվազյանը կարող է դուբլ հեղինակել իր թիմի գոլարը հարված տեսնենք գոլ կրճատում է հանդիպման հաշիվը Յուվենտուսը և 3-2 է դարձնում Մանվել Այվազյանը հանդիպման հաշիվը Մանվել Այվազյան 3-2 նորից կրճատում է հանդիպման հաշիվը հիմա պետք է արագ վերջին րոպեն է ընթանում մեզ մոտ արագ պետք է խաղարկել Յուվենտուս, բայց այստեղ շտապում է Մակարյանը և փոխանցում է առաջ կարծես թե վերջ սիրելի ֆուտբոլասերներ խաղի մրցավարը նայում է ժամացույցին ինձ թվում է չի կարողանա այս մրցավեճում միավոր վաստակել Յուվենտուսը, բայց դեռ շարունակում է հանդիպումը նորից վերցնում է գնդակը Արթուր Հովանիսյանը և վերջ սիրելի ֆուտբոլասերներ հանդիպումը ավարտված է Յուվենտուսը երկրորդ անընդմեջ պարտությունն է կրում և մնում է երկրորդ հորիզոնականում, իսկ Մոնցան էլ հաղթանակ է հասնում Յուվենտուսի նկատմամբ և պահպանում է իր դիրքը 7-րդ հորիզոնականում է գտնվում, կարծես թե կարողանում է փլեյոֆի ուղեգիր նվաճել Մոնցան Այս խաղի համար այսքանն ենք նախատեսել սիրելի ֆուտբոլասերներ և այսօր էլ վերջ մեզ մոտ հանդիպումները և բարի գիշեր ամենայն բարիք